Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է, մինչև ընտրությունները մնացել է 2-3 օր։ Բոլորս իհարկե անհանգիստ ենք, տագնապած ենք, չգիտենք ինչ է սպասվում Հայաստանին, որտեղ կան վատ կանխատեսումներ, որ ցանկացած ելքի դեպքում հետընտրական զարգացումներ են լինելու եւ այլն եւ այլն։ Սակայն այսօր ես եւ Շաքե Ավոյանը խոսելու ենք ոչ թե այն մասին, թե ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո, այլ խոսելու ենք այն մասին, թե ինչ պիտի անենք եւ ինչ է լինելու մինչեւ հունիսի 7-ը եւ հատկապես հունիսի 7-ին։ Ես ուզում եմ, որ այսօր մենք մեր հաղորդման ժամանակ ինչ որ կողմնորոշիչներ փոխանցենք մեզ լսողներին, նաև խորհուրդներ տանք, նաև փորձենք բացատրել, թե ինչպես պետք է կողմնորոշվել այդ 18 քաղաքական ուժերի ներկապնակում, որպեսզի ունենալ ցանկալի արդյունք։ Միանգամից ասենք, որ մասնավորապես գաղտնիք չէ օրինակ իմ դիրքորոշումը, որ ես կարծում եմ, որ Հայաստանին խիստ անհրաժեշտ է իշխանափոխություն եւ մենք կունենանք շանս լավ ապրելու, լավ երկիր ունենալու միայն այն դեպքում, եթե գործող իշխանությունը հեռանա։ 8 տարին բավականին երկար ժամանակ էր, որպեսզի մենք համոզված լինեինք դրանում, եւ հիմա արդեն այլևս ժամանակը չէ մարդկանց համոզելու, թե ինչու պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը։ Եթե ելնում ենք դրանից, ապա պետք է նաև ինչ-որ ձևով մարդկանց ցույց տանք ճանապարհը, թե ինչ ճանապարհով, ինչ ձևով կարող է հեռանալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը ասպարեզից։ Ուզում եմ նաև արձանագրել, որ իհարկե հեշտ չի լինելու, նրանք կամովին չեն ուզում հեռանալ եւ այս ընթացքում մենք տեսանք, որ գործադրեցին բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի վերարտադրվեն, մնան եւ դրա համար կիրառեցին այնպիսի անթույլատրելի մեթոդներ, որոնք մենք 30-35 տարվա ընթացքում կարելի է ասել չէինք տեսել, հա, որովհետեւ գոնե նախընտրական փուլում այսքան կալանքներ, խուզարկություններ, քրեական գործեր, վեճ կռիվ, հայհոյանք, ագրեսիա, այդ բոլորը, այո, այս բոլորը կարծես թե աննախադեպ է, որովհետև մենք գոնե ես ու դու 30 տարուց ավելի հետևում ենք նախընտրական այս փուլերին եւ գիտենք, որ ամեն ինչ եղել է իհարկե, հա, փողել են բաժանել, կաշառքել է եղել, վախի մթնոլորտ է եղել, բայց այս աշճանի այսպիսի իրավիճակ ես մասնավորապես չեմ հիշում։ Մարդիկ հիմա նույնիսկ վախենում են, ասենք, ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին մասնակցել, որովհետև կարող են զրկվել աշխատանքից, եկամտից, հազար ու մի հետևանքներ դա կարող է եւ պարզապես կարող են հայտնվել կալանավայրում, հա, նույնիսկ այդպիսի հեռանկար է սպասվում։ Մենք տեսանք, որ նույնիսկ իշխանությունը զերծ չի մնում տեխնացուների, падգամավորության տեխնացուներին կալանավորելուց եւ ընդ որում բավականին ծանրակշիռ դեմքերի է կալանավորում նաեւ տվյալ քաղաքական ուժերի առաջատար ներկայացուցիչների, որոնք կարևոր գործ ունեին անելու այս մի շաբաթվա ընթացքում։ Եվ մենք կարող ենք ուղղակի ասել, որ այդ հավասար մրցակցության սկզբունքը ոտնահարված, ոչնչացված է առհասարակ, քաղաք պայմանագիրը շատ անհավասար պայմաններում մրցակցում է այդ 17 քաղաքական ուժի հետ եւ ստարտային պայմանները տարբեր են, մեթոդները տարբեր են, բայց այնուամենայնիվ կա այդպիսի զգացողություն, տպավորություն, որ հանրությունը չի ուզում այս իշխանության վերարտադրությունը, չէ՞, դու ունես այդպիսի զգացում։ Հանրության մի հատվածը, միշտվայր հատվածը հաստատ չի ուզում։ Հստակ է։ Մի հատված էլ ուզում է, դա էլ եք տեսնում, բայց ինձ անհանգստացնում է հետաքրքրում այն հատվածը, որը անտարբերության թմբիրի մեջ է նույնիսկ այսօր։ Չկողմնորոշվածների։ Ովքեր որ կողմնորոշվում են, պարզ է։ Ուրեմն գնալու են այս 1-2 օրը մեր որևէ խոսակցություն նրանց վրա չի ազդելու։ Ով որ հասկացել է, որ այս 8 տարվա ընթացքում մենք ունեցանք կորուստներ, ողբերգություններ, դժբախտություններ, հասկացել վերջացրել է։ Ով որ չի ընդունում այդ կորուստները, այսօր դու կամ ես այնպիսի փաստակ չենք կարող ներկայացնել, որ նա հասկանա հանկարծ դա հասկանում եք, եթե Արցախի կորուստը մարդու վրա չի ազդել, եթե էլ չթվարկեմ ինչքան ենք ասել։ Հիմա այս 2 օր այն մարդիկ են, ովքեր ասում են չենք գնալու ընտրության։ Այդ մարդը պետք է հասկանա, որ իր այդ որոշումը ընտրության չգնալու դա է որոշիչը։ Ինքն է որոշելու։ Ընդ որում ես ասեմ, հետևելով սոցիոլոգիական հարցումներին, իմ սեփական սոցիոլոգիական հետախուզությունը կատարելով, այսինքն դա հարցախույզ է, ոչ թե սոցիոլոգիական հարցում է, դա մասնագիտական չի, գիտական չի, ուղղակի։ Եվ իմ մասնագիտական փորձը տարիների ընթացքում տեսնելով ես տեսնում եմ, որ հիմնական ընդդիմադիրները միասին եւ իշխանությունը մենակ, դա է նրանք են այն կշեռքի թևերին, ոչ թե
18-ը, 17-ն են, այլ 3-4 ընդդիմադիր խոշոր ուժերը եւ իշխանությունը նրանց հավաքական ուժը ընդդիմության եւ իշխանության եկել հավասարվել է, շատ մոտ է իրար։ Այն մարդը, ով որ չգնա ընտրության ամսի 7-ին, այդ մարդն է որոշողը, թե ով կլինի իշխանություն, ով կլինի։ Շատ քիչ տարբերությամբ նրանք ձայներ են հավաքելու։ Հավասար է լինելու։ Ես դա եմ տեսնում։ Եթե առաջ ավելի շատ էր իշխանությանը պաշտպանողը, հետո ավելի մի քիչ շատացավ ընդդիմության պաշտպաները, հիմա ես տեսնում եմ հավասարություն եմ եկել։ Ես այդպես եմ նկատում եւ չկողմնորոշվածները գնալով, ոչ թե նրանք էլ են կողմնորոշված, եթե չեն գնում, եթե չեն ուզում գնալ, ուրեմն ներկա իշխանությունից դժգոհ են։ Բայց չեն կողմնորոշվել ում ընտրեն ընդդիմությունից եւ դրա համար չեն գնում։ Այդ մարդիկ իրենց տան նստած, իրենց բազմոցին բազմած որոշելու են Հայաստանի առաջիկա 5 տարին եւ գուցե եւ շատ ավելի երկար ժամանակահատվածի համար են ճակատագրական որոշում կայացնում չգնալով ընտրության։ Այո։ Մենք ուզում եմ արձանագրենք, որ ի վերջո քաղաքական ուժերն էլ մեր երկրի, մեր հասարակության ծնունդ են, հա։ Սպասել, որ դրանք լինելու են իդեալական, որ այդ ցուցակներում լինելու են միայն ձեզ հաճելի մարդիկ, որ դրանք միայն ծրագրային այնպիսի դրույթներ են հրապարակելու, որոնք ձեր սրտից են բխում, ձեր ցանկություններից են բխում, որ ոչ մի սխալ չանեն, ոչ մի վրիպում չանեն, ոչ մի խոսքի մեջ հանկարծ մի բան չլինի, որը այդպիսի իդեալական բան գոյություն չունի բնության մեջ, հա։ Այսինքն Աստված միայն կարող է լինել իդեալական, Աստծո մարդը, մարդ արարածը ունենում է թերություններ։ Ուղղակի պետք է տեսնել այդ թերությունները որքանով են համապատասխանում, որպեսզի երկրի կառավարումը չտուժի։ Այդ թերությունները խանգարելու են ընդհանուր առմամբ կարելի է անտեսել եւ թերություններ կա, որոնք կարելի է անտեսել, որոնք կարելի է շտկել, ամենակարևորը, կամ թերություններ, որոնք հասարակությունը իր ակտիվությամբ կարող է պարտադրել շտկել, եւ կամ թերություններ, որոնք անշտկելի են այլևս։ Եվ մենք դա տեսնում ենք։ Օրինակ մարդիկն այդ անընդհատ շեշտը դնում են նրա վրա, ասում են, «Էս ինչ քաղաքական ուժի առաջի դեմքը լավ չի խոսում, հայերեն լավ չի խոսում, կամ ռետորական լավ ձիրք չունի, բայց ի վերջո մենք 8 տարի տեսել ենք մի հատ լավ ռետոր երկրի ղեկին նստած, որը բերել է այսպիսի ավերածություններ, հա, այսինքն ռետորական արվեստը, խոսքի ճարտարությունը, դա երկիր ղեկավարելու պարտադիր պայման չէ։ Բայց ընտրություններում հաղթելու լավ պայման է, գիտեք, որովհետև հիմա նայիր, հետևողական իրենց թերությունները դարձնում են իրենց առավելությունը։ Ախր սրա համար լուրջ ռետորական դիրք է պետք։ Ուրեմն հակառակը ես ուզում եմ, որ մարդը այդքան այսպես ասած մեծ դիրք չունենա խոսքի միջոցով, բառախաղի միջոցով մանիպուլյացիա անելու։ Դա դառնում է վտանգավոր։ Այսինքն պատերազմը հիմա շուռ են տվել դարձրել են օրինակ օգտակար բան, պարտությունը դարձրել են շատ լավ բան, այդ պարտությունը ով մենք գտանք Հայաստանը, այսինքն կորցնել գտնել։ Այս հակադրությունը արի արձանագրենք նաև որ դա մի տեսակ կարծես թե հիմար անխելք մարդկանց վրա նախատեսված ճառեր են։ Կորցնել գտնել այս հակադրության վրա նրանք ասում են կորցրինք Արցախը գտանք Հայաստանը հիմա ով չի ուզի Հայաստանը գտնենք թե բայց մարդիկ հասկանում են չէ որ դա ընդհանրապես խոսքի մանիպուլյացիա է տես ինչ հետաքրքիր է էլի կորցրինք լավ ձևակերպում է տվել հա նես ճարտար ասում է եթե մենք չլինենք իշխանության լինելու է պատերազմ Եվ մարդը չի կարողանում տրամաբանորեն կապի ասի, բայց պատերազմ եղավ, երբ որ դուք կայիք։ Երբ որ դու եկար, երբ որ դու պատերազմը եկավ, դու հենց պատերազմի հրձիկ դարձար։ Ինչպես կարող ես դու եւ վերջապես այդ թշնամին քեզ գիտի հաղթելու ձևը։ Նա մի անգամ քեզ է հաղթել, քո այսպես ռազմավարական հմտությունը գիտի եւ շատ լավ գիտի, շատ գոհ է դրանից։ Վախենալու է ցանկացած մտածելու է ինչ արձագանք կունենա, ինչ հետևանք կունենա այն քայլը։ Եթե մենք չլինենք կլինի պատերազմ, ինչը մարդկանց համար սարսափելի է, ինձ համար էլ է սարսափելի։ Քո համար պատերազմ ով կուզի։ Եվ ինքը չի ասում ում կողմից կլինի։ Եթե ինքը նկատի ունի, որ նոր եկող իշխանությունը պետք է պատերազմ հայտարարի, դա զրպարտություն է, որովհետև նրանցից ոչ մեկը չունի Արցախը պատերազմով հետ բերելու պլան։ Եթե ինչ որ մեկն է կա այնտեղ ինչ որ տարօրինակ վարձկաներից է խոսում, դա ուղղակի ծիծաղ է։ Բոլորը կողմ են խաղաղության, բայց բոլորը կողմ են, որ այդ խաղաղությունը դեռ պետք է մշակվի, որ պետք է արտաքին աշխարհը իմանա ինչ է կատարվել Արցախում, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որ Արցախի բնակիչների իրավունքները պետք է հաշվի առնվեն,
Ես գիտես ինչ, հիմա ուզում եմ ասեմ իրոք էլի թող ոչ ոք չնեղան։ Ես չեմ էլ հավատում, որ արցախցիները հիմա վերադառնալու են այնտեղ ապրեն, գիտես, բայց ես դրա համար պայքարել եմ նրանց իրավունքների համար, այդ վերադարձի համար։ 100 տարով էլ պետք է դա խոսվի, պետք է ասվի, որ մարդիկ իրենց պապերի հողից։ Եվ որ մենք ունենք այնտեղ Իսրայելի պատմությունը կա մեր աչքի առաջ, որ կա դարեր, հետո մարդիկ կարողացան։ Իհարկե, թող լինի այնպես, որ մենք կարողանանք գնալ մեր Ես ուխտ ունեմ օրինակ Արցախի եկեղեցիներում։ Ինչպես կարելի է ինձ զրկել եւ քանդելով այդ եկեղեցին իմ ուխտն են վերացնում։ Այսինքն մեր ժառանգությունը մշակութային, մեր իրավունքները այդ հողի նկատմամբ ասել էջը փակել եք դրանց մասին լռել, նշանակում է իրոք մեր անցյալը եւ մեր ապագան ուղակի նվաստացման ենթարկել։ Բայց բացի դա, Շակե ջան, այս ընթացքում նաեւ իրենք նույնիսկ նախընտրական փուլում անոնսել են, որ նոր տարածքներ են հանձնելու Ադրբեջանին։ Եվ մարդը պիտի դա լսի, պիտի դրա հետևանքը հասկանա։ Եթե տալիս է Տիգրանաշեն, չգիտեմ, անկլավներ, ճանապարհն են վերցնում դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, այդ նշանակում է Հայաստանից ոչինչ չի մնում։ Եվ դրա համար էլ այսօր վտանգվում Հայաստանը։ Եվ հենց դրա համար են այսօր խոսում խաղաղության մասին, այդ նախաստորագրված թղթով չեն կրակում, չեն նեղում այս պահին ինչ որ չափով, չէ՞ որպեսզի այս իշխանությունը հաստատ ընտրվի։ Ես ուղղակի արի պատկերացնենք, որ այսօր հունիսի 7-ն է, փակվել են ընտրատեղամասերը, սկսում է հաշվարկը եւ ով է սրտադրոպ սպասում։ Մենք եւ ադրբեջանցի հանրությունը, բլոգերները եւ Ադրբեջանի նախագահը։ Եվ մենք ինչպես կարող ենք ստանալ արդյունք, որը այն գարշելի բլոգերներին են, որ ասում են, Նիկոլը մեր աղբերն է, նա ամենաճիշտ հայն է, նրան պիտի ընտրեք։ Ինչպես կարող ենք մենք այդ գարշելի բլոգերի հետ նույն հրճվանքը ունենալ։ Ես գիտեմ, որ դա չի քնելու այդ գիշերը։ Նա էլ իր հանրության մի ակտիվ հատված եւ իրենց ղեկավարը այդ գիշերը մեզ հավասար չեն քնելու։ Սպասելու են, որպեսզի պահպանվի Հայաստանում իշխանությունը, որը իրենց հնարավորություն կտա վերցնել ինչ ուզում են, եթե սիրտները տա նաև պատերազմով վերցնել, որովհետև նրանք այս իշխանությունից բացարձակապես չեն վախենում։ Միայն բլոգերը չի, Շակե ջան, եթե ուշադրություն դարձրեցիք, ամենաշատ քարոզչություն Նիկոլ Փաշինյանի օգտին արել է Միխայել Սահակաշվիլին։ Շաբաթը մի անգամ ստատուս է գրում ուղերձ է հողում հայ ժողովրդին աշխարհի ամենաձախողված որտեղ ինչ գործ արեց Վրաստանում, Ուկրաինայում, հանցագործ մարդը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, կոչ է անում ընտրել Նիկոլ Փաշինյանին իր նմանությամբ մեկին, որը Վրաստանին այնքան վնաս է պատճառել, Վրաստանից մեկը քիթը խոթի ու այստեղ ասի տենց բաներ, հասկանում եք։ Ոնց որ աշխարհը շուրեկաց լինի, հասկանում եք։ Եվ հետաքրքիր է, որ եթե այդպիսի բան հանկարծ Ռուսաստանից հնչի, կլինի հիբրիդային, կլինի խայտար, որտեղից ասես, ինչ եղանակով, սոցիալական որցանցով ասես, աջակցություն է տրվում, որովհետև գիտեք, մարդիկ հասկանում են, որ այսպիսի արդյունքներով վերընտրվելը պետք է որ դժվար լինի եւ դրա համար էլ աջակցում են։ Մնում է որ հայ ընտրողն էլ հասկանա, որ այսպիսի արդյունքներով ընտրվելը ախր պետք է դժվար լինի, դա չպետք է լինի շատ հեշտ բան։ Եվ վերջապես պետք է նաև հայ մարդը հասկանա, որ ոչ մի պետության բնակիչ, ոչ մի այլ երկրի քաղաքացի չի ուզում, իրեն հետաքրքիր չի Հայաստանը։ Հայաստանը իրենց համար խոչընդոտ է, խանգարիչ հանգամանք է, պրոբլեմ է, գլխացավանք է, ինչքան շուտ Հայաստանը վերանա, ինչքան շուտ Հայաստանը ձուլվի Ադրբեջանին, այնքան Թրամփն էլ, Մակրոնն էլ, բոլորը Պուտինն էլ, բոլորը համաձայն են այդ սցենարի հետ։ Կարևոր կողմնորոշիչներ, որոնք գոյություն ունեն, դրանց մասին մի հատ խոսենք, էլի, այս վերջին պահին։ Հիմա նայեք, պատերազմի մասին խոսեցինք, որ ընդդիմադիրներից ոչ ոք պատերազմ չի խոստանում եւ չեն անել, այդքան միամիտ չեն, որ գնան այդ ստերիլ մաքրված հողի վրա պահանջեն զենքով, դա բացառվում է։ Եթե լինելու է պատերազմ, ուրեմն պետք է Ադրբեջանը հարձակվի, իսկ այս նոր մարդկանց պայմաններում նա չի համարձակվի գնալ նոր զոհերի, գնալ ուրիշ երկրի սուվերեն տարածքի վրա եւ այլն։ Այսինքն պատերազմի հավանականությունը այս պայմաններում զրոյական է, բայց զրոյական չէ խաղաղ ճանապարհով շատ բան կորցնելը եւ զրոյական չէ միջազգային ատյաններում մեր այս ցավը ուժեղ պահելը, այսինքն նոր իշխանությունները հաստատ ամբողջ աշխարհում կզբաղվեն Արցախի էթնիկ զտումը ճանաչելու եւ այդ մարդկանց իրավունքների համար պայքարելու համար։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք ճակատները այլապես մենք մի ժողովուրդ ենք, որը 30 տարի ագրեսիայով խլել էր ուրիշի հողը ու նստել էր այնտեղ ու հիմա էլ արդարացիորեն կոտրվեց, ջարդվեց, պարտվեց։ Կամ մենք այդ ագրեսորն ենք, կամ մենք ժողովուրդ ենք, որին ագրեսիայի են ենթարկել եւ առանց նոր պատերազմի մենք ուզում ենք դա ճանաչելի եւ
ընդունելի լինի այս մարդկանց իրավունքներից։ Պատերազմի մասով հասկացանք, որ սուտ են սպառնալիքը վտանգը, որ նոր իշխանությունները արունալի պատերազմ։ Արունալի պատերազմի պատերազմի վտանգը ով է ասում, ով է ձեզ ասում, ասում են մարդը, որը 8 տարի շարունակ ստել է, իր ոչ մի ասածը ճշմարտություն չի եղել, դուք ինչու եք հիմա հավատում իր ասածին։ Երկրորդ ահավոր թեզը 300,000 ադրբեջանցի, որ իրենք ներվային ասում, ով է ասել 300, լավ, 300 չէ, 500, 500-ին համաձայն եք 500,000 ադրբեջանցու, ասենք թե թիվը չկա։ Մարդիկ վստահ ասում են, որ մենք քայլելով գալու ենք մեքենաներով գալու ենք մտնենք Հայաստան։ Եթե դուք իրանց հետ այդքան ուժեղ բարեկամություն եք հաստատում, ինչի եք բացառում իրենց գալը, ինչի պետքա չգան։ Եթե իրենց առաջ ամեն դուռ բաց է լինելու, այդ բենզինը գալու է, իրենք չեն գալու են, այո, գալու են, ինչի եք հերքում։ Եթե հերքում եք, ուրեմն դուք իրենց հետ բարեկամ չեք եւ հենց ձեր պայմաններում է կարող է լինել պատերազմ եւ մենք քանի որ տեսել ենք թե դուք ինչպիսի պատերազմ վարող եք դա վտանգավոր է։ Եվ գիտես, հերքել դա Արմինե ջան, ուզում եմ ասեմ դու ինչ գիտես, ինչ, ասենք թե չի ասել։ Իհարկե ասել է, մենք լսել ենք, գիտենք որ նա նպատակ ունի դեկտեմբերի ելույթն են Ալիևի դրել։ Ուղղակի իրենց արևմտյան Ադրբեջանն իրենց պատմական հայրենիքը։ Արդեն մարդիկ պարզ վստահ համաժողովներ են անում այդ խորագրով։ Դու այսինքն հերքելով դա կամ հերքում ես որ դու խաղաղություն եք հաստատել եւ այո քո խաղաղ բարեկամը կարող է գալ քո մոտ ապրել կամ խաղաղություն չի հաստատվել եւ դա է խափում կամ էլ դա լինելու է բայց դու խափում ես թե չի լինելու երկու դեպքում դու ստում ես հնարավոր չի հետո գիտես եթե խաղաղություն լիներ գոնե 200 կիլոմետրից դուրս եկած կլինեին ադրբեջանական զինուժը ընդհանրապես ժեստ կանեին ցույց կտային որ մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը այս պատկերացած խաղաղությունը այսպես Հայաստանի կողմից առանց նախապայմանների ուրեմն նրանք կարող են գալ եւ դու չես կարող հերքել նրանց գալու հնարավորությունը չես կարող հերքելը միայն նախընտրական հնարք է որ մարդիկ չվախենան Երկրորդ բանը որ այո ադրբեջանցիների մուտքը Հայաստան մեծ խմբերով մեծ քոչով այստեղ իրենց պատմական հայրենիքում իրենց կարծիքով ապրելու չի բացառվում բացարձակապես չկա դա բացառող որևէ այսպես ապացուցողական փաստ անցնում ենք առաջ հաջորդ վտանգավոր բանը որ կարող է լինել բայց իրենք բացառում են դա այս սահմանազատումն է որով նրանք պարտանում են քանի որ ամեն վատ բան իրենք որպես առավելություն են ներկայացնում ասենք սկսեցին սահմանազատումը մեր ամենալավ դիրքից Կիրանցից համոզեցին որ սա է մեր ինքնիշխանության մեր այն քարտեզի եւ այլն հիմա միայն այդքան հատվածը սահմանազատեցին լավագույն ապահով դիրքերը տվեցին բարձրագույն դիրքը հրաշալի որից ինքը կարող էր այդ մասից ուժեղ չէր դիրքը լավը չէր տվեցին ճշտում սահմանազատումը կանգնեց հիմա այդ քարտեզը որ կպցրել են դոշին ման են գալիս սահմանազատված է արդյոք միայն այն Կիրանցի մասը պիտի sense վերցնեին այդ հատվածը դնեին որտեղ օտեղ կա այն որ հասկանալի մեր երկրի նախագահը կանգնել ասում է վայ ես տեսա պետական սահման։ Ինքը պետական սահման չէր տեսել այդ մարդը։ Հիմա ամբողջ սահմանը չի սահմանազատվել։ Սահմանազատվել է արդյոք, որտեղ որ Ադրբեջանին օգուտ էր, սահմանազատեցին, բսկտեցին, ասենց պոկեցին, տվեցին լավ դիրքերը։ Մնացածը որտեղ մեզ է օգուտ լինելու, որտեղ նրանք ստիպացել էին, որ մենք ստանալիք ունենք։ Դա չի լինելու։ Ուրեմն սա էլ պետք է հաշվի առնել, որ այդ քարտեզը, որը հիմա իրենք տալիս են, դա էլ է իրենց թերությունը, որը որպես առավելություն բաժանում են եւ ով ձեռքը մեկնեց վերցրեց, ընդունեց այդ քարտեզը։ Սա մի գիտեք ինչ, սա միստիկ, չգիտեմ ես ինչ անվանեմ դա, որ այն ինչի համար իրեն պետք է մեղադրեն, նա ասենց վառ գույնով պատրաստեց ու բաժանեց մարդկանց։ Էլ ոնց ես դու դա վերցնում ու հետո մեղադրում։ Ուրեմն սա էլ է բացառվում։ Սա էլ է օգուտ մեր թշնամուն։ Եվ թող չասեն, թե մենք այլևս թշնամի չունենք, որովհետև այդ փաստաթուղթը դուք դեռ նախաստորագրել եք։ Եվ չէ ոչ մի փաստաթուղթ երաշխիք էլ չի նույնիսկ ոչ խաղաղության, ոչ երկարաժամկետ բարեկամության բարեկամություն։ Եվ նրանց հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել, բացարձակապես ոչինչ չի փոխվել մեր թշնամու հռետորաբանության մեջ։ Եթե նա ինչու է նա ուզում, ինչու է նա երազում, որ ինչու է հետաքրքիր, որ Հայաստանի վարչապետը լինի Նիկոլ Փաշինյանը, ինչու է նրան դա պետք։ Պարզ երևում է, չէ, որ այդ հանրությունը ուզում է որ չի դա հասկանալու համար։ Մենք գնում ենք ընտրությունների կա 18 ուժ եւ ուզում եմ ես մարդկանց նաեւ մի փոքր կողմնորոշենք թե ում ընտրել, ինչպես քվեարկել, որպեսզի ցանկալի արդյունք ունենանք իշխանապողություն, ունենանք քաղաքապայմանագրի հեռացում եւ նոր կոալիցիոն կառավարության ձևավորում։ Ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունը, եթե ինչ-որ բան փոխվում է երկրում, անպայման լինելու է կոալիցիոն կառավարում, մի քանի ուժերից կազմված, որը շատ ավելի շահեկան կլինի, շատ ավելի երկրի շահերով կառաջնորդվի։ Նախ ուզում եմ շեշտենք
որ ոչ ոք չի կարող իմանալ ձեր քվեարկության բնույթը։ Դուք հանգիստ եղեք, ով սպառնա, ով ձեզ կզգուշացնի, ով կվախեցնի, կասի, որ մենք հետևում ենք, վերևում տեսախցիկ կա, չգիտեմ, հաշվարկ ենք անելու, չգիտեմ ինչից ենք կողմնորոշվելու եւ այլն, դրանք սուտ են։ Ոչ մի նման բան հնարավոր չէ։ Դուք ընդամենը մի թերթիկ այդ 18-ից վերցնելու եք, դնելու եք ծրարի մեջ եւ գցելու եք արկղը, ոչ ոք չի իմանալու, թե այդ ծրարը որ քաղաքացին է նետել արկղի մեջ։ Նույնիսկ եթե դուք փոքրիկ գյուղում եք ապրում եւ ապրում են ընդամենը 100 ընտրող, ենթադրենք, հա, եւ գյուղապետը վախեցնում է, ասում է, ես հատ իմանալու եմ, գիտեմ ով ինչպես է քվեարկել, հանգիստ եղեք, ոչ ոք չի կարող ընտրել։ Նույնիսկ եթե 3-4 մարդ են ընտրում եւ տարբեր ընտրություն է լինում, հնարավոր չի լինում ողջել, թե ով ինչպես է ընտրություն կատարել, այնպես որ դա միֆ է, դրան այդ լեգենդներին մի հավատացեք։ Եվ երկրորդ բանը ուզում եմ ասել, որ եթե դուք կողմնորոշվել եք եւ որոշել եք, որ քաղաքապայմանագրին չեք ընտրելու եւ ընտրելու եք այդ 17 ուժերից որևէ մեկին, պետք է առաջնորդվել այն մտքով, որ լինի քվեարկությունը այնպես կատարեք, որպեսզի ձեր ձայնը չփոշիանա։ Հա, չտակ այն մանր մունր ուժերին, հատկապես արևմտամետ կոչվող ուժերին, ես չեմ թաքցնում իմ վերաբերմունքը, դրանք իշխանության գծող ուժերն են, դեպատները այս անգամ շատ օգնեցին դա հասկանալ։ Իշխանության ուղղակի ինձ թվում է շատերը հասկացան։ Հենարանն են, հա, շատերը դա հասկացան։ ափսոս է ձեր ձայնը։ Այս դեպատներով իմիջայլոց այս անգամ շատ արդյունավետ էին դեպատները, օրինակ այդ արևմտամետ ասված ուժերը ինչպես էին իշխանության ներկայացուցիչի հետ, դիրքավորվեցին, շատ պարզ երևացին, բայց նաև երևաց, որ այս վերջին պահին Ռուսաստանի գործողությունները երևաց, որ այս իշխանությունը որևէ կերպ Եվրոպա մեծ իրեն կոչել չի կարող, որովհետև մի փոքրիկ վտանգ եւ անմիջապես իրենց ամուր կապերն են ցույց տալիս Ռուսաստանի հետ։ Ինչ ասեց, ժողովուրդ ջան, իմացեք, Փաշինյանը երեք չառաջոր ասում է, ես գնալու եմ ընտրություններից անմիջապես հետո Ռուսաստան, քննարկելու ենք Պուտինի հետ բոլոր հարցերը, հարթելու ենք։ Նախ ասում եք հանրակրվե արեք, կողմնորոշվի, ինչն եք հարթելու, մի հարթեք, հանրակրվե արեք, կողմնորոշվեք եւ գնացեք դեպի Եվրոպա։ Եվ այս եվրոպամետ ուժերը իրենք էլ շատ լավ տեսնում են, որ չկա Եվրոպայից հրավեր, չկա Եվրոպա գնալու հայտ Հայաստանի կողմից, դազուտ խոսակցություն է, եւ այդ խոսակցությունը տարվում է միայն մարդկանց, ովքեր դա են ուզում լսել իրենց կողմը, ուզում են դա լսել, ուրեմն իրենց կողմը այդ մարդկանց գրավելու համար։ Դա այն խայծն է, որով իրենք եկել են ընտրության։ Իրենք, եթե ես իմանայի, որ իրենք ի վիճակի են Հայաստանը տանել Եվրոպա, ես առաջինը վազելով կգնայի եւ կքվեարկեի իրենց օգտին։ Ես սիրում եմ Եվրոպան, ես սիրում եմ եվրոպական արժեքները, քրիստոնեական արժեքները մարդկության, բայց ես իրենց երբեք չեմ քվեարկել, որովհետև իրենք չեն տանում ես Եվրոպա։ Իրենք ուղղակի Եվրոպայով մեզ խաբում են։ Դա շատ ցավալի է 100 անգամ լինել խաբված։ Եվ Եվրոպա գնալու այս փորձերը միայն մեզ տնտեսական մեծ վնաս են պատճառում Ռուսաստանից, իհարկե սանկցիաներ են կիրառվում, մենք հայտնվելու ենք խավարանոց, ոչ Եվրոպա, ոչ Ռուսաստան, ոչ մի բան, մենք կորցնելու ենք մեր տնտեսական կապերը եւ ստանալու ենք միայն հայերեն լեզվով գեղեցիկ ստատուսներ տարվա մեջ մի քանի անգամ եվրոպական լիդերներից։ Երբ որ Ուկրաինան կգնա կդառնա Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, երբ որ Վրաստանը կլինի Եվրամիության անդամ, թող նոր խոստանա, որ դրանից հետո էլ երևի մի օր Հայաստանը կլինի։ Ախր ինչպես մարդիկ չեն տեսնում, որ ինչի իրենց թվում, որ Եվրոպան ուզում է իրենց տանել։ Դա չի հրավիրել։ Եվ դու չես էլ խնդրել, որ գաս։ Ինչու ես մարդկանց խաբում, ախր դա շատ ցածր է մարդուն իր երազանքներով խաբել։ Սա հերթական են ավանտյուրիստական քաղաքականությունն է, որը ժամանակին ասում էր զրոյական կետից եմ, չէ՞, սկսում բանակցությունները, տեսանք արդյունքը ինչ եղավ, Արցախ կորցրեցին։ Հիմա նորից էլի ինքը ինչ որ զրոյական know-how, ինչ որ բան է որ մտածել մեր կապերը Եվրոպայի հետ ավելի են պակասել։ Մենք ունենք Մինսկի խումբ։ Մի ձևաչափ էր, որի մեջ կարողանում էին Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները հանուն Հայաստանի, որտեղ երեքն են բարեկամ համատեղ գործեն։ Թող լիներ ինչ որ մի այդպիսի ձևաչափ, որը մեզ այս պահին կարող էր ինչ որ երաշխիք տալ։ Մենք կորցրեցինք այդ Մինսկի խումբը, փակեց Մինսկի խումբը։ Միանձնյա Ալիևի որոշն են կատարել, դա պակաս պահանջ է։ Օրինակ, քանի Մինսկի խումբը կար թեմա, որ օրինակ եղել է էթնիկ զտում։ Եղել, հիմա կարող
ժողովուրդը ցեղասպանվի, բայց լռենք, որ բան անենք, հա, բարեկամություն անենք։ Ինչ որ մեկը բարեկամություն կանի հարևանի հետ, որը հարցակվի իր տան վրա երեխաներին կոտորի տնից անի, հետո գաս ասես, բայց մենք ով կան մարդկային մակարդակում դա հնարավոր է։ Կարելի է այո պատերազմի չանել, բայց ամենևին պարտադիր չէ կորցնել արժանապատվությունը։ Դա ամենևին պարտադիր չէ, հակառակը խաղաղություն կլինի, եթե մենք ազնիվ լինենք իրար հետ։ Եթե մենք մեր նեղացածությունը միջև վերջ ասենք իրենց, եւ իրենք էլ կարողանան դրա պատասխանը տալ իրենց նեղացածությունը ապացուցել։ Այսպիսի ծածկադմփոց խաղաղություն չի լինում ախր։ Սա նույնպես սառեցնում է կոնֆլիկտի վատելություն։ Եվ երբ որ իրենք սկսեն այսպես բարեկամություն անել, այդ կոնֆլիկտները Երևանում են դուրս են գալու։ Այո, եւ երբ որ այդ կոնֆլիկտը ազնվորեն չի ավարտված, աշխարհում ինչքան հայ կա ու ինչքան ադրբեջանցի կա, ուրիշ տեղերում են այդ կոնֆլիկտները բարձրացնելու իրենց գլուխը։ Վերադառնալով ընտրություններին։ Այսինքն խաղաղություն չկա, դա ուզում ասել էլի։ Մենք խոսեցինք արևմտամետ ուժերի մասին, այդ 3-4 ուժ են կարծեմ, հա, այդ ուժերին պետք է բացառել, եթե դուք չեք ուզում, որ քաղաքապայմանագիրը եւ Նիկոլ Փաշինյանը շարունակեն պաշտոնավարել։ Այդ 3-4 ուժին եթե հանում եք, տակը մնում են 10-11 ուժ, որոնց մեջ պետք է ընտրություն կատարել։ Այնտեղ էլ կան ուրեմն առաջատարներ եւ աուտսայդերներ, հա, ես ինքս ինձ լսողներին միշտ խորհուրդ եմ տալիս, ասում եմ առաջնորդվեք մեծ ուժերին, շանս ունեցող, անցողիկ շեմը հաղթարելու շանս ունեցող ուժերին քվեարկելու սկզբունքով, որովհետեւ ափսոս է ձեր ձայնը։ Ի վերջո տեսեք, մարդիկ Ռուսաստանից, Ամերիկայից, Եվրոպայից գալիս են, որ այսպեսի քվեարկեն, որ այդպեսի իրենց մի ձայնով իրենց երկրին օգուտ տան, դուք ձեր ձայնը այնքան չեք արժևորում, գնում եք եւ գցում եք ջուրը, հա, տալիս եք մի ուժի, որը բացարձակապես շանս չունի անցնելու։ Ափսոս է ձայն ուղակի։ Այդ առումով պետք է նայել 4-5 ուժ, որոնք ունեն այդպիսի շանս։ Ես շատ կուզենայի, որ օրինակ ասենք ՀԱԿ-ը ունենար այդպիսի շանս, որտեղ այնտեղից համակրելի մարդ, այո, այդ Մարուկյանի ուժը շատ լավ քաղաքական այսպես, եթե Մարուկյանի մարդիկ լսեն, բոլոր կենսագրական ելևէջներից ինքը շատ ճիշտ, այո։ Մենք լսում ենք, ասենք Մարուկյանի եւ Կապիսի օրինակ վերլուծությունները եւ տեսնում ենք, որ դրանք իսկական քաղաքական խոսակցություն են։ Բայց ախր ուղղակի շանսը քանի որ փոքր է, դրա համար պետք է առաջնորդվել այդ մեծ 4-5 ուժերին։ Եվ ՀԱԿ-ը իհարկե անշուշտ ՀԱԿ-ը եւս։ Ես հույս ունեմ ճիշտն ասած, որ այս անգամ մի քիչ ավելի շատ ուժեր են անցնելու խորհրդան, քան նախորդ ընտրություններին է եղել, որովհետև դա միայն երկրի շահերից է բխում, եթե լինեն 5-6 ուժեր խորհրդանում, այլ ոչ թե 2-3 ուժ ընդամենը։ Այնպես որ պիտի առաջնորդվեք այդ սկզբունքով։ Իհարկե, այդ ուժերի նկատմամբ ունենք բազմաթիվ դժգոհություններ, բազմաթիվ դիտողություններ, դիտարկումներ, իրենք անդադ սայթ հակում են, սխալներ են թույլ տալիս, սխալ ելույթներ են ունենում, երբեմն սխալ մեսիջներ են փոխանցում հանրությանը, բայց պետք է դրանք դնել մի կողմ։ Ես պետք է ասեմ, որ համենայն դեպս այս քարոզարշավը, որը ամեն կերպ իշխող կուսակցությունը ցածրացրեց բանավեճի որակը, բանավեճի ոճը, խոսակցության թեման, ցածրացրեց խայտառակ ձևի։ Երևի նաև դա էր պատճառը, որ ընդդիմության քարոզարշավը այսքան ճիշտ էր։ Եվ այսքան արժանապատիվ էր։ Այսքան մարդկանց նյարդայնացնեն, դու ասեն ձեզ սատկացնելու ենք, նրանք ընդդեմ, այն որ ես ասեմ, ասում են, մեկ ասեց համբալ, Քոչարյանն ասեց համբալ, սիրում են իրենք, որ դեբատներում են այդ մասին խոսում։ Համբալ ասեց, որ ասի, հա, մենք էլ լեզու ունենք, մենք էլ կարող ենք ասել համբալ, բայց մի հատ ոչ այդ ոճի մեջ մտավ։ Մի տեսակ արհամարեցին իրենք այդ սպառնալիքները, շատ հետաքրքիր ձևով։ Նրանք այնց գոռացին, ճղացին, տգեղ պահեցին եւ այս քարոզարշավում, այո, հնարավոր է կողմնորոշվել։ Խոշոր ընդդիմադիր ուժերը հրաշալի քարոզարշավ տարան, օրինակ Գիտեք, չէ, ես ելի դու տեսել ես, մի այսպես Նիկոլ Փաշինյանին ընտրող ինձ ասում է, վատ քարոզարշավա գոռում են, ասում եմ ով է գոռում, ասում է Քոչարյանը, Սամվել Կարապետյանի աղբոր տղան, ասես գիտեք ոնց եմ ապշը, ասում եմ լավ, ասեմ Քոչարյանի մասին դից իմիջ են ստեղծել իրանք, որ երևի կգոռար, էլի չի լսել, ասում եմ ներողություն, ինձ ասեք, որտեղ է գոռացել, իհարկե ձայնը չի բարձրացել, ստու ինքը երբևէ ձայնը չի բարձրացրել, իրեն թույլ չի տա իր ձայնը բարձրացնել, դեպի դրանով կցածրանա։ Ասում ես չեմ տեսել, որ Քոչարյանը ոչ նախկինում, ոչ հիմա, բայց լավ, այն Սամվել Կարապետյանի եղբոր տղեն որտեղ է գոռացել։ Այդ երիտասարդը, որպես երիտասարդ քաղաքական գործիչ, ժպիտը դեմքին,
ինքնավստահ, գեղեցիկ, շատ գեղեցիկ քարոզարշավ է Առանց տալի։ որևէ ատելության, Ես խոսքի, տեսել եմ, առանց չարության, ես սորի, տեսել եմ, այս չափի տղան մեջ։ առաջարկում է իր բանը, մարդիկ չեն վերցնում, ինքը ասում է սուպտում է, մի վարքան էլ չի ապա, գնում արդեն շարունակ ոչափը մյուսին է տալիս։ Նույնիսկ մի հայացքով չի ասում, ինչի չվերցեցի, եթե մեկը չի վերցնում։ Եվ 90% մարդիկ, անկախ իրենց դիրքորոշումից վերցնում էին իր տված բուկլետը ու կարդում էին, որովհետև այդպես տված առաջարկը հնարավոր չի մերժել։ Այսինքն հիմա ուզում են ասել, որ ընդդիմությունն էլ վատ ընտրարշավ տարավ, ոչ, այս անգամ քարոզարշավ այնքանով էր լավ, որ չհաջողվեց ընդդիմությանը ներքաշել տգեղ խոսակցության մեջ։ Ցածրացրին թեման, տգեղացրին ոճը, կերան, պարեցին, ինչ որ արեցին, այսպես անվայել Եվ այդ նույն բանը ադմինիստրատիվ չարեց։ ռեսուրսներով մարդկանց բերելը, ստիպելը, Այո։ պարտադրելը, որ պիտի գաք կանգնեք, բանը գորակ, չգիտեմ ինչ անեք, Քարոզարշավը եկեք այս դժվար պայմաններում համարենք, որ այսպես 10-ից 7, հա, ասենք սենց բավականին լավ քարոզարշավ էր բացահայտումների համար, որովհետեւ մարդը որ ուզում էր այն մարդը, որ ծանոթանալ, հետևեց, բնականաբար կարող էր իր համար շատ բան բացահայտել։ Կարող էր բացահայտել ովքեր են, որ գալիս են ծպտված, այսպես իրենց ձայնը իշխանությանը փոխանցելու համար, դա բացահայտվեց Եվրոպայում այդ ուժերը եւ այլն։ Ովքեր են, որ գալիս են զուտ ինչ որ պատճառներով սպորտային հագուստով սպորտային ճանաչեն իրենց։ Ովքեր են, որ գալիս են, որովհետև հասկանում են, որ կարող են ինչ-որ բանով այս իրավիճակը շտկել։ Դա այնքան պարզ երևում է, հասկանում եք։ Եվ հատկապես իհարկե նախկինում անկախ բոլոր գոյություն ունեցող միֆերից եւ չարախոսություններից եւ թեկուզ ճշմարտություններից, երբ որ մարդ ինչ որ այսպես ասած այս բառը ամակ ունի, երբ որ ինքը չարչարանք ունի, երբ որ ինքը մի բան ստեղծել է եւ իրեն թվացել է, որ դա լավ է, այդ մարդը իհարկե պետք է սրտացավ լինի։ Եվ հիմա ով ուզում է, ինչպես ուզում է ինձ համոզել, չի կարող ինձ համոզել, որ 10 տարին Ռոբերտ Քոչարյանի չի եղել Հայաստանը կառուցելու 10 տարիներ։ Գուցե կարելի էր ավելի շատ բան կառուցել։ Գուցե կարելի էր շատ բան կարելի էր ավելի լավ անել, բայց մենք կորուստներ չենք ունեցել։ Հաստատ մենք այդ շրջանում կորուստներ չենք ունեցել։ Իսկ այ որ ասում են ամեն տարի զոհեր ունենք եւ այլն, ամեն ամիս ինչ որ մենք հասկանում ենք, որ 10 տարվա, 20 տարվա կտրվածքով սահմանի զոհերի թիվը ինչքան պատերազմի մեկ օրվա ընթացքում, այսինքն թե ընդհանուր առմամբ եղել է 100 զոհ, պատերազմի մեկ օրը հիշում եք հարյուրավոր էին զոհեր։ Այսինքն ինչպես կարելի է, այսինքն տանես հազարավոր մարդկանց զոհես եւ կորցնես այն նպատակը, որի համար այսինքն պահանջված խնդիրը չկատարվի, պահանջված խնդիրը, առաջադրված խնդիրը չկատարվի եւ լինի զոհ ու դու ասես, այ հիմա լավ է, զոհեր չկա, ոնց զոհեր չկա։ Չէ՞ որ ձեր կենսագրությունից դուրս չի եկել։ Ուրեմն մի հատ կարևոր շեշտադրում եմ ուզում անել, որ ընտրության գնալիս մարդիկ գուցե դրա վրա ուշադրություն չեն դարձրել։ Այս իշխանությունը հետևողականորեն իր մեղքերը դարձնում է իր առավելությունները, իր թույլ կողմերը դարձնում է իր ուժեղ կողմերը։ Չի դարձնում, Շակե ջան, փորձում է ներկայացնել որպես առավելություն, բայց խելացի մարդիկ հասկանում են, մեկի համար չի դարձնում, բայց ինչ որ մեկի համար դարձնում է, հասկանում ես։ Ուրեմն դա միայն փորձ չէ, դա նաև հաջողություն գրանցող փորձ է։ Գիտես, այդ մարդկանցի մեծ մասը նաև հասկանում են, որ կորուստներ կան։ Դու լսել ես, որ ասում են կրել, պարզապես իրենք իրենց շահ ավելին են վերընդասում արի իրար հետ գնանք։ Եվ ես քեզ ցույց տամ մի մարդ, որ կասի, բա որ արդեն զոհեր չունենք, դու ապշում ես, ասում ես, այս իշխանության օրոք մենք արդեն զոհեր չունենք։ Հարգելի, այս իշխանությունը այնքան զոհ ենք ունեցել, որ մի 50 տարում կունենայինք զոհեր, ուղղակի սահմանը պահելով, այդքան զոհ ենք ունեցել։ Ինձ ապա ինչ որ մեկը կասի, որ բա որ էլ պատերազմ չի լինելու, օրինակ, այսինքն իրենք պատերազմի հրդիհներ գիտեն, իրենք չգիտեն լինելու է թե չի լինելու։ Այսինքն դժբախտությունը դարձնում են երջանկություն։ Կորցրինք Արցախը, գտանք Հայաստանը։ Տվեցինք զոհեր,
չունենք զոհեր։ Ինչ որ պետք է հասկանալ։ Ես չեմ ուզում մենք այդ խոսույթը շատ տարածենք։ Դա ասվում է հիմարների համար։ Վատն է Մարդը քարտեզը։ եթե լսում է ասում է դե ճիշտ է ասում Նիկոլ, բայց ուրեմն ինքը հիմար է ժողովուրդ։ Երբ ես մի տեղ տեսնում եմ կամ հիմար է, չի կարող այլ տարբերակ լինել։ Չգիտեմ էլի կամ սրիկա է կամ ես տեսնում եմ Հայաստանի քարտեզը ու առաջին բանը որ Արցախը կողքից չկա, չէ։ Առաջին բանից մի ամեն հայացքից սրտից մեջ բախ ծակում է։ Հետո գիտես Շաքե ջան, ենթադրենք թե ինչ որ մեկի համար Արցախն կարևոր է, ինքը չի եղել Արցախում, չի սիրում, մի վատ հարևան ունի Արցախցի, նրանով է դատում Արցախի մասին։ Արցախը պիտի որոշի։ Մյուս բաների մասին խոսենք։ Մյուս բաների գույքահարկը տասնապատկել են, դե բոլորի շահերին է դիպչում։ Եկեղեցու դեմ հարձակում են արել։ Դասագրքերից հանել են Մաշտոցի նկարը, Արարած Սարը արգելում են, հանում են բոլոր խորհրդանիշներից, հայտարարում են, որ անկլավները հանձնում են դեռ մեր տնօրինության տակ կան ադրբեջանական ուժեր։ Սենց կարող են մինչև լույս թվարկել, թե ինչ վատ բաներ են անում իրենք։ Հիացրել, բավարարել են ադրբեջանցի հանրությանը եւ ադրբեջանցի բլոգերներին, ովքեր իրենցից ավելի մեծ եռանդով իրենց քարոզում են։ Բա դա Այսինքն բարձ երբեմն ամբողջ շարքը նրանց սրտով է։ Այո, շատ մեծ Ես համաձայն եմ Արմինը, ինչ այլոց ես համաձայն եմ, որ այո դրանք փորձեր են եւ այն դեպքում, որ հաջողվել է թույլը կողմը դարձնել ուժեղ, ողբերգությունը դարձնել հաջողություն, այդ մարդիկ կամ ուղղակի չեն հասկանում կամ սենիկաներ։ Այո, նրանք սենիկաներ։ Նրանք ունեն շատ։ Այո։ Եվ ես մի բան եմ ուզում, վերջում հա մեր հաղորդման արձանագրենք, որ Քարոզարշավի ընթացքում նաև մենք տեսանք, որ ինչքան իշխանությունը այդ ցածրակարգ, այդ վատ լեքսիկոնը, այդ ագրեսիան, ատելությունը, հա, տեսանք ծեծ ու ջարդ, մարդկանց քաշքշել, կալանավորել, անարդար, անհիմն մեղադրանքներով, ինչի բոլոր հնարավոր վատ բաները արեց իշխանությունը, իսկ ընդդիմադիր ուժերը այս ընթացքում բավականին զուսպ եղան միմյանց նկատմամբ։ Շատ կոռեկտ։ Այո, նաև ես նկատեցի, որ երեկվա հանրահավաքին ուժեղ Հայաստանի բավականին մեծ թվով այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ էին մասնակցում եւ իրար նկատմամբ կա համակրանք, համագործակցության մթնոլորտ, իրար չվնասելու, իրար չխփելու, չվիրավորելու, ես չեմ խոսում չմասնակցող ուժերի մասին, հա, չենք խոսում այն ուժերի մասին, որոնք ընտրություններին չեն մասնակցում, մասնակից բոլոր ուժերը միմյանց նկատմամբ կոռեկտությունը պահեցին։ Եվ դա նաև հույս է ներշնչում, որ եթե գան այդպիսի իշխանություն ձևավորվի մի քանի ուժերի համագործակցության արդյունքում, իրենք պահելու են այդ համագործակցային մթնոլորտը եւ կարողանալու են համերաշխության մթնոլորտ ձևավորել երկրում, ամբողջ երկրում։ Այո, այդպիսի շանս կա, որ այդ այսպես չհասկացող սիրիկաների ամբողջ խումբը, ամբողջ պետական լծակը, որոշ մոլորված հարգարժան մարդիկ, բայց ինչ-ինչ պատճառներով այսպես սխալված մարդիկ, այդ խավն էլ էլի չբացառենք, որովհետև դերևս կան, այդ բոլորը միասին, որը քիչ չի, որովհետև հասկանում չէ, մենակ միայն հենց պետական լծակը, որքան 25-30% առաջ ասում էին դեռ որ թվերի պետական լծակը ապահովում է։ Ուզում է իր աշխատանքը պահել եւ այլն, այդ տոկոսն է, որի համար կարևոր չի ով է իշխանությունը, մենակ թե չփոխվի, այո։ Մնացածն էլ դե այդ մոլորված բան չհասկացող մարդիկ։ Իրականում եթե նոր ուժեր կան, իրենց կյանքում էլի չի փոխվելու ոչինչ։ Ուղղակի իրենք վախեր ունեն, այդ վախերի ազդեցության։ Իհարկե մենք պետք է հասկանանք, որ շատ մեծ շանս կա, որ ընդդիմությունը կկարողանա ձևավորել նոր իշխանություն, կոալիցիոն նոր իշխանություն, կիսել պարտականությունները, կիսել պատասխանատվությունը եւ մեր կորցրած արժանապատվությունը վերականգնել։ Եվ հետո հաշվի առեք, նախկին իշխանությունները, այն նախկինները, որոնք սրանք ասում են նախկին, եւ հիմա եկողները երբեք նույնը չեն լինելու, որովհետեւ մենք ապրեցինք հեղափոխություն, մենք ապրեցինք պատերազմ, մենք տեսանք հանրության մեծ պառակտում եւ հնարավոր չէ այս կատակլիզմը, այս իրավիճակը հնարավոր չէ ավելի վատը դառնա։ Սա այն վիճակն է, որից պետք է գնա դեպի լավը, այսինքն նրանք պետք է կոռուպցիայի հարցում շատ զգուշ լինեն, որովհետեւ տեսան, որ ասենք մի 10 տարի համբերելուց հետո մարդիկ նաև դուրս են գալիս, ասում են չենք ուզում տեսնենք ձեզ։
Չէ, տեսան չէ դա, այսինքն ոչ ենք մենք հերքում հեղափոխություն։ Ցանկացած սխալ հետո վերադառնում է բումերանգով իրենց։ Կոռուպցիայի հարցում մենք կարող ենք գամ նույնը կլինի, ոչ, նույնը այլևս երբեք չի լինի։ Չնայած կոռուպցիան ունի վերադառնալու այսպես սովորություն, բայց նա կարող է վերադառնալ, այո, կոռուպցիան կարող է վերադառնալ, եթե այն հենց նրանք ովքեր վերացրել են, ուղղակի թույլատնեն այդ հետաքրքրությունը այդ թեմայի նկատմամբ։ Այսինքն կոռուպցիայի առումով նույնը չի լինելու։ Միջազգային հարաբերությունների առումով նույնը չի լինելու։ Ոչինչ նույնը չի լինելու եւ հաստատ ուղղակի անհնար է որ լինի ավելի վատ։ Ուղղակի չկա ավելի վատ լինելու որևէ հնարավորություն։ Ես գիտես ինչ եմ ասում, միշտ ասում եմ, այս քաղաքական գործող իշխանության հետ շանս չկա։ Իսկ այնտեղ մենք լուրջ շանս ունենք, որը կարող ենք իրացնել։ Այո, այդ նոր եկող ուժերը պետք է վենդետա չանեն, մեծ փոփոխություններ, ցնցումներ չտանեն երկիրը, փորձեն բարիդրացիական հարաբերություններ հաստատել եւ մեր հարևանների, այո, ինչու՞ չէ, ով է ասում, ով ենք չենք ասում պատերազմի սկսենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այո, եւ Վրաստանի հետ, եւ Իրանի հետ, եւ Ռուսաստանի հետ։ Իշխանությունը, որը կասի մենք արդեն բարեկամ ենք ոչ թե ճշնամի, ազնիվ լինի։ Եվ ոչ մի անգամ խոսքը փոխած չլինի, որովհետև սա այն հարցը չէ, որ օրական ասեն, հա այն ժամանակ ես ասում եի Արցախ Հայաստանի եւ վերջ, որովհետև ես հայրենասեր եմ, իսկ հիմա ես արդեն խելացի եմ, ասում եմ Հայաստան Ադրբեջան։ Դուք չեք կարող անընդհատ ձեր խոսքը փոխել, հիմա էլ ասում եք բարեկամ ենք։ Կարող է վաղներ ասեք, հա, ես ասում եի բարեկամ ենք, բայց որովհետև ես չգիտեի։ Այսինքն դուք միշտ ինչ-որ հիմնավորում ունեք ձեր սխալները ուղղելու։ Այսօր ես մեկին բացատրում եմ, ասում եմ, եթե դու գնաս բժշկի եւ ինքը քո առողջ ատամի փոխարեն, հանի քո հիվանդ ատամի փոխարեն հանի քո առողջ ատամը ուզում է ինքը ամեն օր քեզ զանգի ասի էլ չեմ անելու տենց դու այլևս երբեք չես գնալ բժշկի մոտ որովհետև դու մի անգամ տեսել ես իր արածը իհարկե ինքը հոյա քո բոլոր ատամները չի անելու կարող այս անգամ անգամ ճիշտ է անի բայց դու էլ չես գնա այն գյուղում հիշում ես այն գյուղացին դուրս էր եկել կարծեմ Փաշինյանի եղբոր տղային էր ասում էր ինչ ներողություն երկիրս կեսս դարձրել տվել ես հանձնել ես ներողությունով դա կլուծվի ուղղակի գիտեք որ մի անգամ ներողությունը ասեցին եւ դա անցավ ուրեմն ստացվեց որ ամեն ինչ եղել կա ներողություն մեծ ասում ներողությունով չեն ասում Շակե ջան ասում են լավ ենք արել ճիշտ է այո երբ որ ներողությունը անցավ կարողացան արդեն դա դարձրեցին ուժեղացրին դարձին ճիշտ հələ ես ասում եմ ատամը թանի առողջը հանի հիվանդի փոխարեն երբեք այդ բժշկի մոտ էլ չես գնա ուզում եմ երթվի բա որ ասենք իսկ կարելի ասել մեկ օրինակ մեկին սպանի դիտմամբ կամ պատահմամբ հետո ասի Այս սխալ գիտեի, ես կարծում էի, որ կարելի է, ես կարծում էի, որ պետք է եւ անհրաժեշտ է։ Կների օրենքը, կասի չէ, գնա մի ապրի, ոչինչ, դե մարդ ես։ Իսկ պատասխանատվություն կկրի այդ մարդը թե չէ։ Կկրի, չէ։ Ուրեմն եթե դու սխալ ես արել, բոլորը իշխանությունից հեռանալ։ Իրենք պետք է կանգնեն, հիշեն, ինչ են ասել, որը միամտաբար կամ հայրենասիրաբար չէր կարելի ասել եւ դրա պատճառով խնդրեմ է առաջացել։ Պետք է իրենք հասկանան, որ իրենք այլևս իրավունք չունեն քաղաքական դաշտում որևէ կարևոր միտք հայտարարելու։ Եվ մարդիկ էլ պիտի հասկանան, որ եթե մարդը մի անգամ Սերժ Սարգսյանն ասեց, որ երրորդ անգամ չպետք է ընտրվի Հայաստանում կարծում եմ ընդհանրապես որևէ մեկը ղեկավար։ Գնաց երրորդ անգամ եւ չներեցի, սովոր չէին, էս ստեր լսել։ Բռնեցին սուտը ու ուրախացած։ Հիմա սուտը այնքան շատ է, սովորական բան է։ Ասում ես, ասել է այսպես, արել է այսպես, ասում հա ինչ անենք։ Չիլի։ Ո՞նց է հա ինչ անենք։ Բա ո՞նց է տենց լինում։ Այո, բա քաղաքական պատասխանատվություն ինչպես է։ Ինչի մասին է խոսքը։ Եվ դրա համար ես նորից ուզում եմ ասեմ էլի Արմինե ջան, ով կողմնորոշվել է, նրանք կողմնորոշվել են։ Եվ ինչպես ես նորից կրկնում եմ, ես որպես շատ մեծ փորձ ունեցող մարդ ընտրությունների հարցում, այսպես հոտարությամբ, հետազոտությամբ չեմ տեսնում լուծումը։ Ինձ համար սյուրպրիզ է սպասվում է, ես սպասում եմ ամսի 7-ին։ Եվ լուծումը միշտ ճիշտ եմ կանխատեսել։ Իմ ընկերները գիտեն, որ ես կանխատեսել եմ, գնացել ենք ու ասել են, Շակին էլի ճիշտ դուրս եկավ։ Հիմա, որպեսզի էլի ճիշտ դուրս գամ, ես ուղղակի խնդրում եմ մարդկանց, այդ օրը չմնալ տանը, գնացեք ժողովուրդ, ընտրության։ Նորից հետ նայեք, հիշեք այդ դեբատները, հիշեք այդ ելույթները։ Մի կողմ դնենք 8 տարին։ Այս մեկ ամսվա ընթացքում ինչ հասկացաք, ինչ տեսաք դրանից ինչ որ ես դրա համար եք հարուսարշավար։ Գնացեք ընտրության եւ ամենայն դեպս հիշեք, որ այո, երկու անգամից ավել որևէ իշխանություն լավ կլինի երբեք չընտրվի։ Պետք չի մեզ ընդմիշտ երրորդ ընտրությունն է։ Սա երրորդ է, իրականում սա երրորդ է, նա երրորդ անգամ մոտենում է ձեզ
խոստումներով չի կարելի այդքան խոստում տալ եւ դրա մեծ մասը չկատարել եւ դրա համար թույլ մի տվեք, որ իշխանությունը շատ երկար մնա ձախողումներ բերած հատկապես իշխանությունը պետք է փոխել 5 ընդհանրապես այդ սահմանադրությունները ես հիմա դեմ եմ սահմանադրության փոխելուն քանի որ դա Ալիևի սրտով այսինքն ինչ որ Ալիևը չի ուզում ես դա եմ ուզում այս հիմա այս հոգեվիճակում եմ հա ինչպես հանրության մի մասը բայց այդ սահմանադրությունը ընդունման պահից առաջարկի պահից զգացվում էր որ պետք է փորձանք բերի հայ ժողովրդի գլխին այն հնարավորությունը որ այդքան հզոր վարչապետը լիազորությունների առումով չունի ժամկետ դա գիտեք ինչ է անցած անգամ էլ էի ասում օրենքը պետք է փոխվի այսպես այնպես դա պետք է անպայման փոխվի ուղղակի չի կարելի որ մարդը հնարավորություն ունենա միջև իր բնական մահով մեռնելու 100 տարեկանում մեռնելու պահը լինի երկրի ղեկավար հնարավորություն ունենա չպիտի թողնել իր կամքին չի կարելի թողնել իր կամքին լավ կլինի նույնիսկ 5 տարուց ավել չղեկավարեն որպես այդ հույսները կտրեն էլի գնան էլի վերջապես եւ ավարտենք սրանով նորից կոչ անելով ձեզ գնացեք ընտրության փոխենք որ ինչ որ բան փոխվի մեր երկրում այսօր այսքանը կհանդիպենք